Հանհոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարիլույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Ի դարբերություն մեծ բակի ժամանակաշրջանին, որու ընթացքին շաբթվա մեջ բացարձակորեն սուրբերու հիշադակ չի գդարվիր, այլ միայն շաբաթ օրերուն, հիսնագի, այսինքն Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ ծնունդեն 50 օր առաջ սկսող բայցողության ընթացքին շաբթվան մեջ սուրբերու հիշադակ կգադարվի։ Այսօր երրորդ շաբաթն է հիսնագի բահոց եւ երրորդ շաբթվան երեք շաբթի օրը մշտապես մեր եկեղեցին գհիշադագե Սուրբ Գորնելիոս հարյուրապետի հիշադակը Քրիստոսի ազգական նկատվող Սուրբ Շմավոնի հիշադակը, որ խաչվեցավ Երուսաղեմի մեջ, Զմիրնիայի Բողիգարբոս հայրապետին, որ Հովանես Արաքյալի աշակերտ եղած է, եւ զինք ողջ խարույկի վրա այրեցին, ինչպես նաեւ սիրելներ արևելքի մեջ նահատակված վգանուերու դոնը։ Ես այսօր ցեզի պիտի խոսիմ Գորնելիոս հարյուրապետին մասին։ Որքան երանություն է, չէ, որ մեգումը անունը Սուրբ Գիրքի մեջ արցնակրվի։ Անշուշտ Հիսուս Քրիստոս իր 72 աշակերտներուն օրը ասավ, երբ անոնք ուրախությամբ վերադարձան իրենց առաքելութենեն եւ Տեր Հիսուս Քրիստոսին պատմեցին, թե երբ թևերուն կհրամայեին Հիսուսի անունով դուրս գալ մարդոց մեջ են, թևերը կհնազանդեին։ Եվ Հիսուս անոնց ասավ. «Մի ուրախանաք, որ թևերը ցեզի կհնազանդին, այլ ուրախացեք, որ ձեր անունները կյանքի գիրքի մեջ արցնակրված են»։ Երանի սիրելներ բոլոր անոնց, որոնց անունները կյանքի գիրքի մեջ արցնակրված են։ Ապրինք այնպես, որ Տերը մեր անուններն ալ սիրելներ գենաց գիրքի մեջ արցնակրե։ Բայց ով էր Գորնելիոս։ Գորնելիոսը սիրելներ հռոմեացի հարյուրապետ էր։ Առաջին հեթանոս մարդը, որ հավատաց Քրիստոսի, Գորնելիոսն էր։ Այսօր երբ գաբրինք բազմագրոն աշխարհի մեջ եւ գարձեք մրցակցություն կա մանավանդ իսլամներուն կով, որ բարդաթիր ամենուրեք կփորձեն իրենց գրոնը բարդատրել եւ ցույց տալ, որ իրենք ամենեն շուտ աջող գրոնն են, որովհետեւ մարդիկ համոզվելով է, որ իսլամ գտարնան, սակայն իրականության մեջ սիրելներ ոչ թե համոզմունքով, այլ բարդատրանքով։ Սակայն այսօր սիրելներ դերը նույնպես գայցել է բազմաթիվ իսլամներու եւ բազմաթիվ ուրիշ գրոններու հետևողներու եւ ինքզինք հայտնելով կվերադարձնե ճշմարտության լույսին քրիստոնեության։ Իսկապես որ սիրելիներ, մենք գաբրինք այնպիսի աշխարհի մեջ, ուր մեղքը ահավոր դարձած է եւ օրե-օր աշխարհը դժբախտաբար մեղքերով գլեցվի։ Կարծեք գվերադառնանք այն ժամանակներուն, երբ մարդկությունը Աստուծմե հերու գաբրեր մեղքի դիղմին մեջ։ Ահա այդ ժամանակ էր, որ Քրիստոս որպես լույս ծագեցավ խավարին մեջ եւ մարդոց մեղքերը իր վրա առնելով խաչապայտին վրա կամեց ու մեզի շնորհեց նոր հույս, փրկություն։ Եվ իր երկինք համբարնալեն առաջ ըսավ իր աշակերտներուն. «Քացեք ամբողջ աշխարհը, քարոզեցեք, իմ խոսքերս տարածեցեք եւ մգրդեցեք զանոնք Սուրբ Երրորդության անունով»։ Ահա սիրելիներ, առաքյալները հավատարիմ Քրիստոսի գոչին անոնք սկսան քարոզել, բայց սկսան քարոզել Երուսաղեմի մեջ եւ Բաղեստինի մեջ հрьяաներուն սկիզբը։
բայց Սուրբ Հոգին առաջնորդեց անոնց, որ քարոզեն նաև հեթանոստերուն, որովհետև քրիստոնեությունը հրյաներու համար պիտի չլար, այլ քրիստոնեությունը բոլոր աշխարհին համար պիտի լար։ Բոլորն ալ հրավիրված էին փրկվելու, բոլորն ալ հրավիրված էին Քրիստոսը ընդունելու։ Եվ Գորնելիոսի մասին սիրելներ մենք կգարտանք Գործ Կարաքելոց գրքի 10-րդ գլխու մեջ։ Ես մեկ կողմեն պիտի ընթերցեմ ու մյուս կողմեն բացատրեմ սիրելներ, թե ինչ տեղի ունեցավ Գորնելիոս, որ հավատքի եկավ։ Գեսարիայի մեջ Գորնելիոս անունով մարդ մգար, որ հարյուրաբեդ էր, հռոմեական բանակի իդալական գոչված քունթեն։ Այդ ժամանակ սիրելներ Բաղեստինը գտնվեր հռոմեական իշխանության տակ։ Հրյաները գարավարվեին հռոմեական գարավարիչի կողմէ։ Եվ ահա հսկա քունդ մգար նաև զինվորներու, հեթանոս զինվորներու։ Այս Գորնելիոսն ալ հարյուրաբեդ էր հռոմեական գայսրության բանակին մեջ, իդալական գոչված բանակին մեջ։ Ասիկա իր ամբողջ ընտանիքով բարեբաշտ էր եւ աստվածավախ։ Մեծապես գոքներ հրյա ժողովրդի աղքատներուն եւ դեվապար գաղութեր Աստուծո։ Սիրելներ, այս Գեսարյան Բաղեստինի Զովեզերյա շրջանն էր, ուր հռոմեացի գարավարիչը գրստեր եւ իր հետ ուներ իր հռոմեական քունթը, հեթանոս քունթը։ Գիտեք, որ հեթանոսները դարբեր աստվածներ կբաշխեին։ Սակայն հեթանոսներու մեջ գային նաև քիչ բարեբաշտ մարդիկ, որոնք կհավատային հրյաներու պաշտած Աստուծույն, ճշմարիտ Աստուծույն, միակ Աստուծույն։ Հետևաբար Գորնելիոս ինքն ալ բարեբաշտ մարդ էր, աստվածաբաշտ էր, աստվածասեր էր, բայց Գորնելիոսի գբաքսեր շատ կարևոր բամը, ինչպես փրկվել։ Գորնելիոսը սիրելներ ոչ միայն բարեբաշտ էր, այլ նաև աղքատասեր էր, բարեսեր էր եւ շատ մարդոց հրյա ժողովրդի աղքատներուն օգնություն կգադարեր եւ դեպաբար Աստուծո գաղութեր։ Օրը եսօրե յետք ժամը 3-ի ադենները ասեմ որ հրյաները աղոթքի 3 բահեր ունեին առավոտյան ժամը 9-ին, եսօրե յետք ժամը 3-ին եւ արևնամուտին։ Ուրեմն այս երկրորդ աղոթքի բահուն ժամը 3-ին եսօրե յետք Գորնելիոս դեսիլքի մեջ հստակորեն տեսավ Աստուծո հրեշտակը, ուղագի Աստուծո հրեշտակը իրեն եկավ, ներս մտավ անորդունեն եւ ասավ անունով Գորնելիոս։ Դիրոջ հրեշտակներ երկուքան սիրելիներ գճանչնան մեզ մեր անունով գճանչնան։ Գորնելիոս զարհուրանքով նայեցավ, սարսափով նայեցավ, ով չի վախնար սիրելիներ, եթե հրեշտակը մեկ անգամեն իրեն հայտնվի։ Եվ հարցուց ինչ կա դեր, հրեշտակը ասավ Աստված ընդունեց քո աղոթներդ ու գադարած ողորմություններդ, ով որ սրտանց զաստված գխնդրե իր սրդի մեջ գփնդրե անպայման սիրելիներ պիտի գտնե եւ ամեն մարդու գադարած բարի գործերը Աստուծո կով պիտի չգործվին։ Ել մարդ ղրգե հոբեն սիրելիներ Բաղեստինի ուրեմն Հրյաստան քավարի Զովեզերյա փոքրիկ քաղաք մներ այսօրվա Յաֆան, այս հոբե քաղաքեն էր, որ Հովնամ Մարկարեն Թարշիշ պիտի փախչեր նավագին վրա, ուրեմն նավահանգիստ է, շատ կարևոր նավահանգիստ է Հրեաստանի նահանգի մեջ, ուրեմն այդտեղ գաբրեր, այդտեղ մարդ ղրգե գսե, հոբե մարդ ղրգե, եւ գանչել դուր Սիմոն անունով մեկը, որ նաեւ Պետրոս կգոչվի։ Հոն գաբրեր Պետրոս Արաքյան, հոն կացած էր։
Անիգա հյուրապար ահավասիկ իջած է Սիմոն անունով գաշեքորձի մդունը, որ ձովուն մոդն է։ Սիրելներ, եւ որ Պետրոս հոբե կացած էր հյուրապար Սիմոն անունով գաշեքորձի դունը, տեսեք հիմա Պետրոս ինչ կներ այդ ժամուն, երբ հրեշտակը Գորնելիոսի գահանտիբեր գայցելեր եւ գսեր մարդ կրգե հոբե եւ կդիր Սիմոն Պետրոսը։ Երբ իր հետ խոսող հրեշտակը մեկնեցավ, Գորնելիոս գանչեց իր ծառաներեն երկու հոգի եւ իրենը սպասավորող զինվորներեն մեկը, որ բարեբաշտ մարդ մներ, եւ ամեն ինչ անոնց պատմել է իդ հոբե գրգեց։ Այս զինվորն ալ Աստուծո գահավատար։ Հաջորդ օրը, մինչ անոնք ջամփային գած հոբե գմոդենային, Պետրոս գեսոր ադեն դանիք ելավ աղոթելու։ Սիրելիներ, քանի դարիներ առաջ, երբ որ ուխտավորներով հոբե էինք, այս տունը այցելեցինք։ Այս տունը գաբրեր շատ բարի հայ գիմը, հրիփսիմե մայրիկը, որ դժբախտաբար ավարտեց իր երկրավոր կյանքի օրերը եւ դիրոջ միացավ, դժբախտաբար որ մահացավ, բայց ուրախությամբ որ դիրոջ միացավ, շատ ազնիվ գիմը եւ արդոնեց ինձի, որ բարձրանամ այս դանիքը ուր Պետրոս Արաքյալ այս դեսիրքը հիմա որ պիտի պատմեմ, այս դեսիրքը տեսավ եւ տարբեր բսկացում ունեցա, երբ Զովեզերքին թիմած այս դան գդուրը փարսացա ու Պետրոսի նման աղոթք փարսացուցի մեր ասկին հավատացյալներուն համար։ Ուրեմն երբ որ Պետրոսը գեսորադենը դանիք ելավ աղոթելու, անոթեցավ եւ ուդել գուզեր։ Եվ մինչ դնեցները ջաշ կպատրաստեին, մտքի հապշտակության մեջ ինգավ։ Դեսավ երկինքը բացված ուրգե փամմգիչներ, 4 ձայրերեն գաբված սփրոցի ցևով, գդորի ցևով, սավանի ցևով, ուրեմն 4 կողմերեն գաբված երկինքեն գիչներ։ Եվ գուքար քետնին վրա գահանջեր։ Անոր մեջ աշխարի բոլոր չորկոդանիներեն, քազաններեն, սողուններեն եւ տրճուններեն գային։ Ամեն գենտաններեն, որ աշխարի մեջ կա։ Հрьяներու համար սիրելներ գային գենտաններ, որոնք սուրբ էին, եւ գային գենտաններ, որոնք անսուրբ էին։ Հետևաբար այս սավանի մեջ ամեն տեսակ գենտանի կար։ Պետրոս լսեց ցայնը, որ իրեն գսեր. «Ել Պետրոս, մորտե եւ գեր»։ «Քավլիցի դեր», պատասխանեց Պետրոս։ Մինչև հիմա չէ պատահած, որ բիղձ կամ ամմաքուր փամ ուդեմ։ Որովհետև գիտեք, որ հрьяները սիրելներ զանազան գենտանիներ չէին ուդեր, բիղձ կհամարեին, ինչպես օրինակ խոզը։ Այսօր ալ իսլամներ եւ հрьяներ խոզի միս չեն ուդեր։ Հաջախավատացիալներ գսեն, «Բեկե խոզի միս ուդենք»։ Կրնանք խոզի միս ուդել, քանի որ 5 դագարանի մեջ Աստված գարկիր էր։ Հիմա կբացատրեմ սիրելներ երկու բառով։ Ցայնը գրգին անգամ ասավ իրեն, ինչ որ Աստված իբրև մաքուր գնձայե, թուն բիղձ մի համարեր։ Աստված ինչ որ մաքուր գնձայե, թուն բիղձ մի համարեր։ Եվ այս դեսիրքը 3 անգամ գրտնվեցավ, եւ ապա սփրոցը երկինք վերցվեցավ։ Սիրելներ, Աստված 5 դագարանի մեջ զանազան ուդելիկները արգելեց ժողովուրդը որ չուդեն, բարձրապես Աստված ուդելիկներով ուզեց եբրայեցի ժողովուրդը դաստիարակել, որբեսի անոնք գիտնային, թե ինչպես որ դարբերություն պետք է տնեին սուրբ եւ անսուրբ ուդելիկներու միջև, բիղձ եւ մաքուր ուդելիկներու միջև, այդպես ալ պետք է դարբերություն տնեին մաքուր եւ բիղձ ազգերու միջև, այսինքն իրենք որ Աստուծո մոտեցած էին, պետք է հերու մնային հեթանոս բղձություններեն։ Հետևաբար Աստուծո նպատակը ուդելուն կամ չուդելուն հետ չէր, այլ Աստծո նպատակն էր դաստիարակել անոնց միտքը, որ ինչպես որ ուդելիկներու մեջ դարբերություն կտնեին, այդպես ալ հեթանոսներուն եւ իրենց միջև դարբերություն տնեին։ Բայց հիմա որ Քրիստոս եկավ եւ Քրիստոս խաչին վրա իր մեջ հաշտեցուց հрьян եւ հեթանոսը, այլևս դարբերություն չկար։ Հետևաբար խոզի միս ուդելը սխալ չէ։
Մինչ Պետրոս զարմացումով կմտածեր, թե արդյոք ինչ կնշանակի իր տեսած այս տեսիլքը, ահա Գորնելիոսի կողմէ ղրկված մարդիկը Սիմոնի դունը հարցնելով եկան դրան արջև գեցան։ Ցայն դվին եւ հարցուցին. Սիմոն Պետրոս կոչված մարդը այստեղ կմնա։ Մինչ Պետրոս տակավին տեսիլքի մասին կխորհեր, թե ինչ է այս տեսիլքը, ինչպես կրնալալ, որ երկինքեն սավան մգիչն է եւ ամեն տեսակ բիղձ եւ մաքուր գենտաներ կան եւ դերը գսե որ ինչ որ ես մակրեցի զայն բիղձ մի ամար է։ Ինչ կնշանակի այս մեկը։ Հավասիկ սիրելներ, փաստը, որ կտեսնենք թե Աստված գուզեր գենտաններու միջոցով ցույց տալ, որ հեթանոսները այդպիսին էին բիղձ էին սկիզբը, բայց դերը հավասիկ զիրենքալ հիմա գհրավիր է փրկության։ Ուրեմն երբ Պետրոս տակավին դեսիլքի մասին խորեր, Սուրբ Հոգին ըսավ իրեն. երեք հոգիներ եկած քեզ կփնտրեն։ Ել վարի ճիր եւ անոնց հետ կնա առանց վարանելու, որովհետեւ ես ղրգեցի զանոնք։ Սուրբ Հոգին գխոսի Պետրոսի. մի վախնար գսե, մի վարանիր, ես ղրգած եմ զանոնք։ Մի սեր որ բիղձեն, մի սեր որ հեթանոսեն, մի սեր որ հեթանոսի դուն ես չեմ մտներ, որովհետեւ ես ղրգեցի զանոնք։ Պետրոս վարի չավանոնցկով եւ հարցուց. Ձեր փնդրած անձը ես եմ, ինչ բանի համար եկեք։ Անոնք պատասխանեցին. Մեզ ղրգողը Գորնելիոս հարուրաբետն է, արդար եւ աստվածավախ մարդը, որու մասին ամբողջ հրյա ժողովուրդը կվգայ է։ Անիգա սուրբ հրեշտագեն հրամանը ստացավ քեզ իր դունը կանչելու եւ քեզ մե լսելու ինչ որ պիտի ըսես։ Հրյամը հեթանոսի դունը մտներ, չլսված բաներ ադիգա։ Բայց ահաբասիկ Սուրբ Հոգին անոր ըսավ Պետրոսին. ես ինչ որ մակրեցի թուն բիղձ մի ամարեր։ Մի վարանիր քնա անոնց հետ։ Պետրոս զանոնք ներս հրավիրեց։ Հակառակ որ հեթանոս էին, բայց հրավիրեց հրյական դումը եւ քիշերը իր կով պահեց։ Հաջորդ օր Պետրոս ելավ անոնց հետ քնած։ Իրեն ընկերացան նաեւ Հոբեի հավատացյալ եղբայրներեն ոմանք։ Մյուս օրը Գեսարիա մտան, ուր Գորնելիոս իր բոլոր ասկականներն ու մդերիմ բարեկամները հավաքած իրենց քալուն կսպասեր։ Ահա Գորնելիոս սիրելներ ցունակնտագի նման էր։ Ինքը հավատքով էր, բայց գուզեր որ բոլորն ալ հավատային։ Իր ասկականներն ալ հավատային։ Իր ընտանիքի անդամներ բոլորը այսպես պետք է լա յուրաքանչյուր քրիստոնյա հավատացյալ։ Ոչ միայն ինքը պետք է հավատա, այս սիրելներ հրավիրե նաև իր բարեկամները։ Հրավիրեցեք ձեր բարեկամները, հարազատները, թրացիները, հարևանները, ասկականները, մդերիմները, ծանոթներն ու անծանոթները Աստուծո դունի երթալու, եկեղեցի երթալու, Աստուծո խոսքը սորվելու, լսելու, որբեսի հավատքի կան սիրելներ։ Ասիկա Գորնելիոսի բարին ընկերակիրն էր, որ ոչ միայն ինք ուզեր փրկվել, ոչ միայն ինք ուզեր Աստծո խոսքը լսել, այլ նաև բոլոր հավատացյալները, բոլոր մարդիկը կանչել որ լսեին։ Երբ Պետրոս դուն գմտներ, Գորնելիոս զայն թիմավորեց եւ անոր արչեւ խոնարհություն ունելով երկրպագություն արավ։ Անշուշտ սիրելներ, երբ Աստուծո երկրպագենք, ուրիշ երկրպագություն է։ Ադիգա Բաշտամունքի երկրպագություն է։ Երբ մեծի մտիմաց երկրպագենք խոնարհինք, սուրբի թիմաց երկրպագենք խոնարհինք, անիգա բարձրակույն հարկանքի խորհրդանիշ է։ Պետրոս զայն ոտքի անեց ասելով. ոտքի էլ ես ինքս ալ մարդ եմ։ Եվ անոր հետ խոսելով մտավ ներս, ուր հավաքված բազմությունը տեսավ եւ ըսավ անոնց. Դուք շատ լավ գիտեք, թե հրյայիմը արդոնված չէ շփում կամ հարաբերություն ունենալ օդարասկիի հետ։ Բայց Աստված ինձի ցույց տվավ, որ ովևէ մեկը բիղձ կամ ամմակուր բեք չի համարեմ։ Աստված անցյալին մեզի սորվեցուց հրյաներուս, գսե Պետրոս, որ գենտանիներու միջոցով, որ ինչպես գենտանիներու մեջ բիղձ եւ մաքուր գենտաններ կան, սուրբ եւ անսուրբ գենտաններ կան եւ պետք է զանազանություն տնեինք, այդպես ալ պետք է զանազանություն տնեինք հեթանոսներուն եւ հրյա ժողովրդի միջև, ահա Աստված հիմա ցույց տվավ, որ այլևս այդ զանազանությունը վերացած է։ Բիղձ ովևէ մեկը չհամարեմ բիղձ, ովևէ մեկը բիղձ չհամարեմ։ Ոստի երբ յետևես մարդ ղրգեցիք, ելա եկա առանց արարգելու, բայց հիմա գահարցնեմ ինչ բանի համար կանչեցիք սիս։
Գորնելիոս պատասխանեց. տեսեք ինչ ասավ. 4 օր առաջ մոտավորապես այս ժամուն մինչ ժամը 3-ի աղոտ կգնեի դունիս մեջ անոր փայլուն ըսկեսներով մարդ մգեցավ թիմացս ահա փայլուն ըսկեսներով մարդ մգեցավ թիմացս սիրելիներ որքան կարևոր է որ յուրաքանչյուր հավատացյալ աղոտքի ժամ ունենա եւ աղոտքի ժամուն սպասելի է որ հանգարց չսպասված ժամուն այսպես ասեմ չսպասված ժամուն հրեշտակ մը այցել է կամ Աստուծո գոմե ոյ մեկ պատկամը ստանա կամ ոյ մեկ շնորհքը ստանա շատ կարևոր են աղոտքի բահերը ժամերը ուրեմն փայլուն ըսկեսներով մարդ մգեցավ թիմացս եւ ասավ Գորնելիոս Աստված լսեց աղոտներդ եւ դեսավ գդարած ողորմություններդ ել մարդ ղրգե հոբբե եւ գանչել դուր Սիմոնը որ նաեւ Պետրոս կգոչվի անիգա հյուրապար Սիմոն անունով գաշեքորձի մը դունը կմնա ձովուն մոդիկ թողքա եւ խոսի քեզի ես ալ ամիջապես մարդ ղրգեցի քեզի եւ շնորհակալ եմ որ եկար հիմա մենք բոլորս Աստուծո ներկայության կանգնած պատրաստ ենք լսելու ինչ որ դերը հրամայած է քեզի Պետրոս չէր գիտեր ինչ պիտի խոսեր Սուրբ Հոգին է որ իրեն խոսիլ պիտի դար Պետրոս սկսավ ասել Աստուծո Հոգին ներշնչեց զինք եւ Պետրոս խոսեցավ Հիմա ճշմարտապես կհասկանամ որ Աստված խտրություն չի տներ մարդոց միջև այլ բոլոր ազգերեն ալ գտնի ովևէ մեկը որ իր մեկը վախնա եւ արդար գործեր կկատարե Աստված խտրություն չի տներ անցյալին դաստիարակեց հрья ժողովուրդը գենտաններու միջև խտրություն տնելով որբեսի խտրություն տնեին հեթանոսներու միջև իրենց եւ հեթանոսներու միջև բայց ահա Քրիստոսով բացվեցավ փրկության թուրը ահա սիրելիներ Քրիստոսի խաչելությամբ դերը ներում շնորեց եւ խտրություն այլևս չգար ոչ հрьяի ոչ հեթանոսի ոչ արուի եւ ոչ էքի ոչ ազադի եւ ոչ ալ ստրուգի Անիգա իր պատկամը ղրգեց իսրայելացիներուն ավետելով այն խաղաղությունը այսինքն այն հաշտությունը որ մարդոց մեղքերու չնչումներ սիրելներ որ բիդի քար Հիսուս Քրիստոսի ցերկով որ բոլորին դերն է Դու գարտեն գիտեք այն ինչ որ դեղի ունեցավ Գալիլեային սկսյալ ամբողջ Հրեաստանի մեջ Հովանեսի գողմե քարոզված մգրդութենեն յետք Գագնարգեմ Հիսուսի որ Նազարեթեն էր Աստված զայն Սուրբ Հոգիով եւ զորությամբ օծեց եւ անիգա շրջեցավ բարի կորձելով եւ սատանային գողմե դանչվածները բժշկելով որովհետեւ Աստված իր հետներ Մենք վկայ ենք այն բոլորին որ անիգա գդարեց Հրեաստան երկրին եւ Երուսաղեմի մեջ զայն խաչապայտեն գախելով սպամնեցին բայց Աստված երրորդ օր հարուցանեց զայն եւ ուզեց որ անիգա երևի ոչ թե ամբողջ ժողովրդին այլ մեզի վկաներուս որ առաջուց ընդրված էինք Աստուծմե եւ Հիսուսի հետ գերանք ու խմեցինք մերելներեն հարություն առնելեն յետք եւ Հիսուս մեզի պատվիրեց ժողովրդին կարոզել եւ վկայություն տալ թե ինքն է Աստուծմե սահմանված թադավորը որ պիտի թադե ողջերն ու մերելները բոլոր մարգարեները անոր մասին կվկայեն թե անոր հավատացողները իրենց մեղքերուն թողություն պիտի ստանան անոր անունով ահա վասիկ սիրելիներ գարջ ամփոփ քարոզ Դեր Հիսուս Քրիստոսի երգիր քալուն եւ խաչին վրա իր արյունը թափելուն եւ մեզ Աստուծո հետ հաշտեցնելու մասին Մենք ալ մեր զավակներուն, թորներուն, ընտանիքի անդամներուն, մեր հարևաններուն, բոլորին նույն այս քարոզը պետք է տանք Հիսուս Քրիստոսի աշխարհ քալուն մասին Թե ինչու համար Հիսուս եկավ աշխարհ մեզի համար մեղավորներուս համար մենք որ մեղքերու պատճառով թադաբարդված էինք հավիտենաբես գործվելու դեր եկավ երկինքեն մարմնացավ մարտացավ իր վրա առավ մեր բոլորին մեղքերը խաչապայտին վրա կապեց եւ իր արյունով մաքրեց մեզ ներում շնորհեց թողություն տվավ մեր մեղքերուն եւ մեզ Աստուծո որդեկիր զավակ դարձուց Ահա սիրելիներ ով որ գահավատա Հիսուս Քրիստոսի պիտի փրկվի հավիտենական թադաբարդութենեն ազատելով Մինչ Պետրոս կխոսեր Սուրբ Հոգին իջավ բոլորին վրա որոնք Աստուծո խոսքը կլսեին
Հրեուտենե դարձած հավատացյալները, որոնք Պետրոսի հետ հոբեեն եկած էին, զարմացան, որ Սուրբ Հոգին բարգևները հեթանոսներուն ալ գդրվի։ Իրենք կգարձեին, որ միայն հрьяաներուն պիտի դրվեր Սուրբ Հոգին, ուրեմն շնորհքները, բարգևները։ Որովհետև գլսեին, թե ինչպես անոնք անձանոթ լեզուներով կխոսեին եւ Աստված կփարապանեին։ Այն ադեմ Պետրոսը ասավ. ով գրնա արկիլել, որ ճուրով մը գրդվին ասոնք, որոնք Սուրբ Հոգին ստացան մեզի պես։ Եվ հրամայեց անոնց, որ Հիսուս Քրիստոսի անունով մը գրդվին։ Իսկ անոնք աղաչեցին իրեն, որ քանի մոր այնտեղ մնա։ Ասիրելներ, թե ինչպես Գորնելիոսը իր ամբողջ ընտանիքով քրիստոնյա դարձավ։ Եվ եկեղեցական ավանդությունը կպատմե, որ Գորնելիոս սիրելներ Սկեպսիոն անունով քաղաք մը գնաց եւ այնտեղ Քրիստոսի մասին քարոզեց, թեև Քրիստոսի մասին քարոզելուն համար փազում չարչարանքներ գրեց, հալածվեցավ, սակայն խաղաղ մահով Գորնելիոսը իր մահկանացուն կնքեց։ Սիրելներ, Գորնելիոսը, ինչպես ասի խոսքի սկիզբը, առաջին հեթանոսն էր, որ քրիստոնյա դարձավ, եւ հետո այդ ցունակընթագը շարունակվեցավ իր օրեն մինչև այսօր եւ իր շարունակվի մինչև վերջ աշխարհի վաղճանը։ Եվ դերը բոլոր ազգերուն, բոլոր ժողովուրդներուն, բոլոր մարդոց պիտի հրավիրե, որ միանան իր եկեղեցին, որ անդամ դառնան իր եկեղեցին, հավատան Սուրբ Երրորդության եւ այս աշխարհի մեղքերեն հերանալով, հավիտենական մահեն հերանալով, հավիտենական երկնքի արքայության արժանան։ Ահա, եղբայրներ եւ քույրեր, Սուրբերու վարքը, Սուրբերու ընթացքը մեզի համար սկանչելի օրինակներ են, քաչալերող օրինակներ են, որ մենք ալ գաբվինք Աստուծո, ճշմարտապես հավատանք Հայր Աստուծո, Որդի Աստուծո եւ Սուրբ Հոգի Աստուծո եւ մեր շրջապատի մեջ լույսը լանք առանց խտրություն տնելով ովևէ մարդու միջև, որովհետեւ դերը սիրելներ եկավ բոլոր մարդոց համար, բոլոր ժողովուրդներուն համար, բոլոր լեզուներուն համար, բոլոր քույներուն համար։ Կարևորը որ մեր կյանքով օրինակը լանք ուրիշներուն, լույսը լանք եւ շատեր Քրիստոսի բերելով փրկվին։ Աստված ցեզ օրհնե, ձեր ընտանիքի անդամները իրեն դարձնե եւ փրկե ամեն տեսակ փորձակները եւ փորձությունները։ Աստված սիրելներ մեր ազգը գրգին անգամ լուսավորե, բղծությունները մեր սրդերեն դուրս հանե, մեր միտքերեն դուրս հանե եւ մենք դարձյալ մեր հայրերու հավատքով օրտվինք, սրբվինք եւ կարողանանք իսկապես սիրելներ ազգերու մեջ Քրիստոսի լույսը դարածողներ լինել։ Աստված ցեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։